Գյուլենը ներգրաված չէր Թուրքիայում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձում, այս մասին ըստ գերմանական Դիփրես պարբերականի ասվում է Եվրամիության հետախուզական և իրավիճակային կենտրոնի գերգաղտնի փաստաթղթերից մեկում, որը հայտնվել է լրատվամիջոցի տրամադրության տակ։ Փաստաթղթի բովանդակությունն ամբողջությամբ հակասում է պաշտոնական Անկարայի դիրքորոշմանը, գրում է թերթը։ Եվրոպացի փորձագետների կարծիքով շատ քիչ հավանական է, որ վտարանդի քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենը դեր ունենա Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման։ Պաշտոնական Անկարայի առաջ քաշած վարկածի համաձայն իսլամական քարոզիչ Գյուլենի զինվորական համակիրների կողմից երկրի օրինական իշխանությունը տապալելու փորձից հետո նախագահ Էրդողանը ստիպված եղավ գործել, նախաձեռնելով պետական կառույցներում զանգվածային պաշտոնանկություններ, գրում է հոդվածի հեղինակ Միխայել Լաչինսկին, շարունակելով. Թուրքիայում ամիսներ շարունակվող վհուկների որսը ոչ այլ ինչ է, քան պատասխան երկրում դեռևս արդիական իշխանության բռնի տապալման վտանգին, սա պնդում են իշխանությունները։ Ըստ թերթի, Եվրամիության հետախուզական կենտրոնի փորձագետները վկայակոչելով հատուկ ծառայությունների տվյալները հեղաշրջումից մի քանի ամիս անց եկել են այն եզրահանգման, որ այդ զինված իրադարձությունները կազմակերպվել է ոչ միայն գյուլենականների, այլ նաև քեմալականների և իշխող կուսակցության այլ հակառակորդների մասնակցությամբ։ Եվրոպացի փորձագետների գնահատմամբ հեղաշրջման նպատակը ոչ այնքան փոփոխությունների հասնելն է, որքան բանտում հայտնվելու վախը։ Որոշ տվյալներով Թուրքիայի հետախուզական ազգային կազմակերպությունը պլանավորում էր օգոստոսին լայնածավալ զտումներ իրականացնել։ Առաջին ձերբակալությունները պետք է տեղի ունենային հուլիսին, նշում է Դիփրեսը, շարունակելով. Եթե վերլուծաբանների եզրակացությունները ճիշտ են, ապա հեղաշրջումը դարձել է հրամանատարական կազմի խուճապահար արձագանքը, ցանկանալով կանխել սեփական ձերբակալությունը։ Թերթը հիշեցնում է նաև, որ Եվրամիության հետախուզական ծառայությունը դեռևս անցյալ ամառավերջին զգուշացնում էր, որ Թուրքիայում հեղաշրջման փորձը հրաշալի առիթ է կոնսոլիդացիայի և նախագահական լիազորությունների ընդլայնման, ինչպես նաև նախապես պլանավորված պաշտոնանկությունների համար։ Թուրքական հատուկ ծառայությունների կողմից փնտրվող անձանց ցուցակում ընդգրկված են ոչ միայն գյուլենականների անուններ, այլ նաև իշխող կուսակցությանը քննադատող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Զտումների քողի տակ նախագահ Էրդողանը մտադիր է հասնելու սահմանադրական փոփոխությունների, որոնք Թուրքիան կդարձնեն նախագահական հանրապետություն, երկրի ղեկավարին լայնված լիազորություններով, ամփոփում է գերմանական Դիփրես պարբերականը։